Հունիսի 1-ը Կաթի համաշխարհային օրը Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ առանձնահատուկ խորհուրդ ունի։ Երեմյան կաթնամթերքի նախաձեռնությամբ այս օրը վերածվել է առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի եւ կաթի օգտագործման մշակույթի հանրայնացման կարևոր հարթակի։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր ֆերմերներին, ովքեր որ իրականում 24 ժամ աշխատանք են կատարում, որպեսզի ունենանք այն արդյունքը, որը այսօր ունենք։ Արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնությամբ ընկերությունների խումբը ոչ միայն տոնում է Կաթի համաշխարհային օրը, այլև այն դարձնում քաղաքի տոնացույցի կարևոր ու սպասված մաս։ Նպատակը մեկն է՝ ձևավորել առողջ հասարակություն, հատկապես պատանի սերնդի շրջանում խրախուսելով բնական եւ օգտակար սննդի օգտագործումը, նվազեցնելով գազավորված ու քաղցր ըմպելիքների սպառումը։ Այսօր մենք նշում ենք նաեւ Կաթի միջազգային օրը եւ սա լավ առիթ է խոսելու կաթի կարևորության, կաթի եւ կաթնամթերքի կարևորության մասին, որպես երեխաների աճի եւ զարգացման ուղեկից։ Սա ոչ միայն սննդամթերք է, կաթը առողջ ապսեի անբաժան մաս է։ Մենք առողջապահության նախարարությունը վերջերս վերանայել եւ արդիականացրել է դպրոցական եւ նախադպրոցական սնուցման չափորոշիչները։ Կաթն ու կաթնամթերքը հանդիսանում են այդ չափորոշիչների կարևոր մաս։ Սերմից սեղան նորարարական հայեցակարգով աշխատող Երեմյան կաթնամթերքն այսօր տարածաշրջանում եզակի օրինակ է։ Ընկերությունն ունի Հայաստանում ամենամեծ խելացի տոհմային անասնապահական ֆերման, նաև երկրում միակ FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ կաթնամթերքի արտադրամասը, իսկ մանկական կաթի վկայագրումը եւս մեկ անգամ ընդգծում է արտադրանքի որակի եւ անվտանգության նկատմամբ ընկերության պատասխանատու մոտեցումը։ Կաթը մեր սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն ապահովում է բարձրակարգ սպիտակուց եւ կալցիում, որոնք անհրաժեշտ են ոսկորների աճի եւ առողջության համար։ Սակայն չափազանց կարևոր է, որ կաթի եւ կաթնամթերքի մասին խոսելիս անդրադառնանք նաեւ անվտանգության հարցին։ Մենք խոսում ենք անվտանգ արտադրանքի մասին, ինչը կենսական նշանակություն ունի բոլորիս համար։ Հայաստանը, ինչպես առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, բախվում է մանկական ավելորդ քաշի եւ ճարպակալման աճող մարտահրավերին։ ԱՀԿ-ն գործակցելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ իրականացրել է գնահատում, որի արդյունքներով պարզվել է, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 դպրոցահասակ երեխաներից մեկը կամ ավելորդ քաշ ունի կամ տառապում է ճարպակալությամբ։ Սա չափազանց մտահոգիչ ցուցանիշ է։ Այսօր մենք բոլորս, ովքեր մասնակցում ենք Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, կրում ենք ընդհանուր պատասխանատվություն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Երեմյանի նման գործարարներին, պետական կառույցներին, մասնավորապես առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարություններին, ինչպես նաեւ այստեղ ներկա միջազգային կազմակերպություններին։ ԱՀԿ-ն Հայաստանում պատրաստ է շարունակել համագործակցությունը, ապահովելու մեր երեխաների առողջ սնուցումն ու սննդի անվտանգությունը։ Տարիների ընթացքում այս նախաձեռնությունը դարձել է ոչ միայն տոն, այլև կրթական ու սոցիալական կարևոր ուղերձ։ Առողջ սնունդը պետք է սկսվի մանկությունից, իսկ բնական կաթնամթերքը կարող է լինել առողջ ապրելակերպի հենասյուներից մեկը։ Այս տարին Երեմյան ընկերությունների համար հոբելյանական է։ Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաև երեխաներ, որոնք հնարավորություն ունեցան շրջայց կատարել Երեմյան կաթնամթերքի գործարանում։ Տեղում ծանոթացան գործարանի գործունեությանը, ապա հյուրասիրվեցին գործարանի արտադրանքներով։ Կաթի համաշխարհային օրը եւս մեկ առիթ է հիշեցնելու, որ առողջ հասարակություն կառուցելու ճանապարհը սկսվում է ամենօրյա ճիշտ ընտրությունից, եւ հենց այդ ճիշտ ընտրությունն է առաջարկում Երեմյան ընկերությունների խումբը, համադրելով նորարարությունը, միջազգային չափանիշներն ու որակյալ հայկական արտադրությունը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։